Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք ամերիկյան կյանքի կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը գրեք կոմենտներում, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Թրամփի նոր հրամաններով ոստիկանությունը կվերահսկի պաշտոնյաներին, իսկ անգլերեն չիմացող վարորդները կզրկվեն աշխատանքից։ Թրամփի վարչակազմը սկսում է նոր քարոզարշավ սպիտակ տան դիմաց հսկապաստառներ են ներգաղթյալների լուսանկարներով։ ԱՄՆ-ն չեղարկել է 4000 օտարերկրյա ուսանողի վիզա, ոմանք արդեն լքել են երկիրը առանց դատական գործընթացի։ Ամերիկա-Կանադա բաց սահմանը փակվել է, անգամ սահմանային գրադարան մուտք գործելու համար անձնագիր է պետք։ Տեխասում դիակների վրա գաղտնի փորձարկումներ են արել առանց ընտանիքների թույլտվության։ Ինչու է Կալիֆոռնիայի Riverside քաղաքի մայրուղին ժամանակավորապես փակվել։ Այս եւ մյուս կարևոր նորությունների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ Թրամփը ստորագրել է մի քանի նոր հրամաններ, առաջինով պահանջում է, որ նահանգային եւ տեղական ոստիկանությունը վերահսկի եւ դատախազին փոխանցի այն պաշտոնյաներին, ովքեր խախտում են օրենքը կամ աջակցում են հավասարության եւ ներառականության ծրագրերին։ Երկրորդ հրամանը վերաբերում է ներգաղթին եւ պահանջում է դատախազից գտնել այն համայնքները, որոնք ապաստարան են տրամադրում ապօրինի ներգաղթյալներին։ Այդ համայնքներից կկրճատվի կամ կդադարեցվի դաշնային ֆինանսավորումը։ Երրորդ հրամանով սահմանվում է, որ բեռնատարների վարորդները պարտադիր պետք է իմանան անգլերեն։ Նոր կանոնների համաձայն անգլերեն չիմացող վարորդները կզրկվեն աշխատանքից։ Սպիտակ տան մուտքի մոտ այժմ տեղադրված են տասնյակ մեծ պաստառներ ներգաղթյալների լուսանկարներով, որոնց սպիտակ տունը ներկայացնում է իբրև տարբեր հանցագործությունների համար ձերբակալված անձինք։ Յուրաքանչյուր պաստառի վրա նշված է նաև, թե ինչ հանցագործության մեջ են նրանք մեղադրվում։ Այս արշավը կազմակերպվել է այն պահին, երբ Թրամփի վարչակազմը փորձում են գծել իր սահմանային քաղաքականությունը որպես պաշտոնավարման առաջին 100 օրերի կարևոր ձեռքբերում։ Պաստառները տեղադրվել են սպիտակ տան այն հատվածում, որն օգտագործվում է լրագրողների ուղիղ եթերի միացումների համար։ Այդ պատճառով այս շաբաթ նրանք ամենայն հավանականությամբ կհայտնվեն բազմաթիվ լրատվական ռեպորտաժներում։ Թրամփի վարչակազմի առաջին 100 օրերին ԱՄՆ-ն չեղարկում է 4000 օտարերկրյա ուսանողների վիզաները։ Ըստ պետդեպարտամենտի աղբյուրների, այս ուսանողներից շատերը կապ են ունեցել լուրջ հանցագործությունների հետ, օրինակ կողոպուտներ, թրաֆիքինգ, ընտանեկան բռնություն, իրավապահների տվյալների բազաները օգտագործվել են իրավախախտ ուսանողներին հայտնաբերելու համար։ Ըստ աղբյուրի, վիզաներից զրկվածների մեծ մասը Ասիայից եւ Մերձավոր Արևելքից էին։ Հազարավոր ուսանողների տեղեկացրել են իրենց կարգավիճակի մասին։ Ոմանք կամավոր լքել են նահանգները, իսկ մյուսներին սպառնում է ձերբակալում կամ արտաքսում։ Նոր վարչակազմի փոփոխության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ ԱՄՆ-ն փակել է Կանադայի հետ ունեցած ազատ անցման գոտին, փոխելով երկու երկրների սահմանին գտնվող հայտնի գրադարանի այցելության կարգը։ Գրադարանն ամբողջությամբ գտնվում է Կանադայում եւ հիմա գրադարան մուտք հնարավոր է միայն ԱՄՆ-ից։ Նախկինում կանադացիները առանց սահմանային ստուգման կարող էին օգտվել ընթերցասրահից, բայց հիմա Թրամփի վարչակազմի որոշմամբ այցելուները ստիպված են գրադարան մտնելուց առաջ անցնել ստանդարտ սահմանային ստուգում, ներկայացնել անձնագիր կամ վիզա եւ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Իշխանությունները փոփոխությունը բացատրում են անվտանգության անհրաժեշտությամբ, հիշեցնելով, որ տարիներ առաջ հենց այս գրադարանը դարձել է զենքի մաքսանենգության կետ։ Այդ պատճառով են որոշել խստացնել մուտքի կանոնները եւ պահանջել պարտադիր անցագրային ստուգում։
Տեխասում դիահերձարաններից մեկի սեփականատերին մեղադրում են դիակների վրա փորձարկումներ անելու համար։ Նա առանց որևէ թույլտվության կտրել է մարմնի մասեր հուղարկավորության համար նախատեսված հեղուկների ազդեցությունը փորձարկելու նպատակով։ Այս մասին Տեխասի հուղարկավորության հանձնաժողովին տեղեկացրել է դիահերձարանի մասնագետներից մեկը։ Քննության ընթացքում մեղադրյալը խոստովանել է, որ հանձնարարել է աշխատակիցներին դիակների վրա փորձարկումներ կատարել տարբեր բազմացման հեղուկներով դրանց ազդեցությունը ուսումնասիրելու համար։ Այդ փորձարկումների համար օգտագործել են 15 մարմին։ Հատուկ լուր Կալիֆոռնիայի Ռիվերսայդ քաղաքի մեր հետևորդների համար։ Եթե այսօր առավոտյան մնացել էիք խցանման մեջ 91-րդ մայրուղում, ապա պատճառը ոչ թե վթարն էր, այլ մայր Բադի եւ նրա 4 ձագերի արկածները։ Փոքրիկ ընտանիքը փորձել է անցնել ճանապարհը, ինչի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցը փորձել է նրանց օգնել, բայց բադերը շփոթված փախչել են։ Մի քանի վարորդ միացել են փրկարարական աշխատանքներին եւ ի վերջո հաջողվել է բադերին անվնաս տեղափոխել անվտանգ վայր։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։